Սիրելի հայրենակիցներ, սիրելի սևանցիներ, բարև ձեզ։ Շնորհակալ ենք ձեր ներկայության համար, այն ջերմության համար, որ այս մի քանի րոպեների ընթացքում արդեն հասցրել ենք զգալ։ Այսօր քարոզարշավի նախավերջին օրն է, եւ մեր ամբողջ թիմը այս մեկ ամսվա ընթացքում եւ դրանից էլ առաջ եղել է Հայաստանի բոլոր մարզերում, Երևանում, շփվել ենք քաղաքացիների հետ ու ինչպես 5 օր առաջ, 5 ամիս առաջ, 5 տարի առաջ փորձել ենք մեր քաղաքացիներին մի բան բացատրել, որ այս իշխանությունը ստի ու կեղծիքի իշխանությունն է։ Համաձայն եք։ Սիրելի սևանցիներ, ինչ էին ասում սրանք։ Սրանք Շուշիում պարում էին, ասում էին Աղդամը մեր հայրենիքն է, հիշում եք, բայց հիմա ինչ են ասում, ասում են ժողովուրդ ջան, սխալվել ենք, մարդիկ, ովքեր քաղաքական ուժերի, ղեկավարների, քաղաքական գործիչների, լեզվական սայթակումները համարում են ճակատագրական սխալ, հայտարարում են, որ հայրենիքի հարցում սխալվել են։ Դուք ուզում եք իշխանություն, որը հայրենիքի հարցում սխալվել է ու էլի է սխալվելու, եթե ընտրվի։ Հիմա ինչ են ասում։ Վերջերս Սյունիքում հայտարարում էր, ասում էր Սյունիքը Հայաստան է, ժողովուրդ ջան։ Ոնց որ ասում էր, որ Արցախը Հայաստան է։ Ասում են Գեղարքունիքը Հայաստան է, բայց դուք ունեք որևէ երաշխիք, որ վաղը Աստված մի արածե, եթե ընտրվեն, նորից չեն հայտարարելու, որ Գեղարքունիքի հարցում էլ են սխալվել, Սյունիքի հարցում էլ են սխալվել, то Երևանի հարցում էլ են սխալվել։ Դուք նման երաշխիք ունեք, բայց մենք ասում ենք, Սևանը Գյոյչա չի դառնալու, Երևանը Էրիվան չի դառնալու, Զանգեզուրի միջանցք չի լինելու, ադրբեջանցիներ Հայաստանում չեն բնակվելու, Ռամիլ Սաֆարովների երեխաները մեր երեխաների հետ դպրոց չեն գնալու։ Ժողովուրդ ջան, հիշում եք, որ ասում էր նախկին ղեկավարները գնացել են, ուրիշ ղեկավարների կոշիկներ են լիզել։ Իրանք գնացել են, կզել են ու Ալիևի կոշիկներն են լիզել։ Մենք տենց ղեկավար ուզում ենք։ Սրանք ասում էին, որ Թուրքիան շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը, որ պատերազմի մեջ Արցախյան 44-օրյա ակտիվ մասնակցություն է ունեցել։ Հիմա ինչ են ասում։ Ինչ ունենք սրանց 8 տարվա գործունեության արդյունքում։ Ինչի առջև ենք մենք կանգնած։ Մենք այսօր ունենք մի պատկեր, երբ որ հազարավոր մայրեր Եռաբլուրում գրկում են իրենց որդիների սառը շիրիմները, իսկ իրենք նույն ջերմությամբ գրկում են Էրդողանի գիրքը։ Մենք տենց իշխանություն ուզում ենք, ուրեմն ինչ ենք անում։ Ինչ ենք ասում ենք, այսօր բազմաթիվ քաղաքական ուժեր կան, 19 ուժ կա, մի մասին մենք էլ չենք ճանաչում, ժողովուրդ ջան, առաջարկությունները տարբեր են, մեր առաջարկությունը շատ հստակ է, այս նկարագրածից համատեքստում, դուք ընտրում եք մարդու, ղեկավարի, ով վաղը ոչ թե գրկելու է Էրդողանի գիրքը, կրծքին է սեղմելու, այլ բանակցելու այդ Էրդողանի հետ, արժանապատիվ է բանակցելու, բերելու է երաշխավորներ, որովհետև սրանք դա էլ են մերժում,
ասում են մեզ երաշխավորներ պետք չի, մենք ունենք մի երաշխավոր, դա Ադրբեջանն է, դա Թուրքիան է, ես ձեզ հարց եմ տալիս, քեզ սպանողը կարող է քեզ կյանք պարգևի, Թուրքիան ու Ադրբեջանը կարող են մեզ երաշխավոր լինել, ուրեմն մերժում ենք այս իշխանություններին, հունիսի 7-ին ընտրում ենք Հայաստան դաշինքին, առաջնորդի, ով 10 տարի ապահովել է խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ, արժանապատիվ Հայաստանի Հանրապետություն ու ապահովել այդ բնակիչների կյանքը ներքին անվտանգությամբ և արտաքին ամուր սահմաններով։ Դուք մի բան պետք է պատկերացնեք, ես դա միշտ ասում եմ։ Հունիսի 7-ին դուք ընտրելու եք մարդու, ով գնալու է Ալիևի հետ, խոսա, բանակցի, առաջ տանի հայ ժողովրդի շահերը ու ոչ թե զբաղված լինի բացառապես իր աթոռի պաշտպանությամբ ու պահպանությամբ։ Ու այդ մարդը Ռոբերտ Քոչարյանն է։ Մի անգամ Արցախում, մի անգամ Հայաստանում, ևս մի անգամ Հայաստանում։ Հունիսի 7-ին, համար 17-ին, հունիսի 7-ին, համար 17-ին, շնորհակալ եմ։